քեզ կարոտել էի։ Ես էլ քեզ։ Սոֆի, ճիշտն ասած ես ձեր խոսակցությունը լսում էի։ Հիմա հասկանում ես, ինչքան դժվար է, որ քեզ ոչինչ չեն ուզում ասել։ Ու դու ուզում ես ինչ-որ բան անես, որ կարողանաս օգնել։ Սոֆի, պարզից էլ պարզ է, որ կա ընտանեկան թեմա, որի մասին չես ուզում ասել։ Բայց հասկացիր, հարկավոր չի հիմա ինչ-որ բան թաքցնել։ Ես քեզ չեմ ստիպում ինչ-որ բան ասես ինձ, բայց խնդրում եմ մտածիր, հիմա թաքցնելով ոչ մի բան չի փոխվելու։ Խուրիկ, այսօր նորից հետ են տանելու։ Հա, Արման։ Չեմ ուզում գնամ, ուզում եմ հետդ մնամ։ Այսօր չի ստացվի։ Ինչ կլինի, որ քո հետ մնամ, կարող ա խնդրենք թողեն։ Չէ, Արման, հիմա չի լինի, թույլ չեմ տա։ Սպասի մի որոշ ժամանակ կանցնի ու մենք էլի միասին կլինենք։ Իսկ եթե դու գաս մեր հետ, Արման, չի լինի։ որ մաման իմանա ամեն ինչ կանի, որ մեզ տանի իր մոտ։ Դու խոսացել ես մամայի հետ։ Չէ, չեմ խոսել։ Դե որ զանգի, ասա, որ մենք իրան ենք սպասում։ Ասա, որ ես իրան շատ եմ կարոտել։ Ասա, որ շուտ գա մեր հետևից։ Կասեմ, անպայման կասեմ։ Քուրիկ, գիտես, ես մեր մանկատանը մի ընկեր ունեմ։ Հա, ինձ կպատմես իր մասին։ Արևար, Կորել ես։ կորել է։ Չկաս։ Զանցապտուն չկա։ Ոնց որ ժամադրության գնացող աղջիկներից լինես, մի ժամ պատրաստվում ես, որ գաս։ Մի տեսակ է դուրս չի գալիս։ Չէ։ Հարց չեմ հասկանում։ Հարցեր եմ տալիս, ուզում եմ օգնեմ, դուրը չի գալիս։ Հիմա չեմ խառնվում, էլի դուրը չի գալիս։ Ամենակարևորը գիտես որն է։ Որ դու միշտ մնաս քո տարածքում։ Ու քո տարածքից մի քայլ դուրս չգաս։ Հասկացա՞ր։ Լավ։ Քուրիկ զանգեցիր Արևիկին։ Հա, խոսել եմ հետը։ Հիմա ինքը իրանց տանն է։ Չի կարա կամես նորից տուն տանի։ Արման, հիմա անց հաստատվել է, որ Արևը չի կարող շփվել մեզ հետ։ Ինչի։ Իրան արգելել են կա մեզ մոտ։ Բայց Արևիկը մեզ ոչ մի վատ բան չի արել։ Հա, գիտեմ, բայց այդ մարդիկ այդպես չեն մտածում։ Արման, մեզ գտել են այգում, բայց մենք պետք է Արևեն ստանը լինեինք այդ ժամանակ։ Փաստորեն Արևիկին մեր պատճառով են բռնել։ Չէ, չեմ բռնել, ուղղակի չենք կարող հանդիպել իր հետ։ Բայց ինձ թվում էր, որ դու իր հետ կգաս գտած իրանց տուն։
Արման, մի օր մենք էլի միասին կլինենք։ Շատ քիչ է մնացել։ Դու ես մաման։ Չես խափում, չէ, քուրիկ։ Չեմ խափում։ Քուրիկ էլ չլացես։ Ես մամայի անուն տալիս եմ, ուզում ես լացես։ Ուղղակի ես էլ եմ շատ կարոտել մամային դրանից է։ Դե չլացես հանգարծել։ Ճանապարհեցիք Դայեգին։ Հա, ասեցի թող հանգիստ գնա, ես էստեղ եմ։ Ոնց են վրասազդում նմանատիպ դեպքերը։ Ոչինչ չեն կարող փոխել։ Խեղճ երեխեք ինչ մեղք ունեն, որ սենց պատժվում են։ Ինչպես ասում են, Աստծո գործերն անքննելի են։ Ճիշտ ես, բայց դե Գևորգ խնդրեց փոխանցել, որ շատ շնորհակալ է օգնության համար։ շնորհակալության կարիք չկա։ Եթե պետք լինի, էլի կբերեմ երեխեքին։ Մենք դեռ պիտի մանկատան հետ խոսենք։ Ինձ թվում է թույլ կտան։ Կարծում եմ նրանք մտածված են Աննային ու Արմանին տարբեր մանկատներ տարել։ Ինչ նպատակով։ Ոնց կարելի է քրոջն ու եղբորը բաժանել իրարից։ Երևի թե նրանք կարծում են, որ Աննան վատ ազդեցություն ունի Արմանի վրա։ Մի երեխան ինչ վատ ազդեցություն պետք է ունենա։ Դե նրանք մի քանի անգամ փորձել են փախնել մանկատնից ու փողոցում են հայտնվել։ Դրանք հիմար պատճառներ են։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ երեխաները միասին լինեն։ Գնանք։ Երևի թե գնանք, միևնույն է Գևորգը չի ուզում ինձ հետ խոսել ու չի ուզում, որ իր մոտ մնա։ Ես քեզ կտանեմ։ Չէ, ես ինքս առանց այն էլ Հայկ քեզ շատ եմ նեղություն տալիս։ Նեղության բան չկա, Սոֆի, ես կտանեմ։ Լավ, Գևորգից պետք չի նմանել, գնացեք։ Մենք արդեն պիտի գնանք։ Հա, Չի լինի մի քիչ էլ մնանք։ Մեզ մանկատանը սպասում է։ իսկ չենք կարող ասել, որ մի քիչ կուշանանք։ Եթե ուզում ես հանդիպումները հաճախակի բնույթ կրեն, պիտի ժամանակին վերադառնանք մանկատուն։ Մենք էլի կհանդիպենք։ Ես ամեն ինչ կանեմ, որ գոնե շաբաթը մեկ անգամ հանդիպեք։ Ես կարող նենց անես, որ ես քուրիկը նույն մանկատանը մնանք։ Արման ջան, կփորձեմ։ Մի բան կմտածեմ։ Գնանք։ Արման, միշտ հիշի, ես քեզ շատ եմ սիրում։ Հանկարծ չլացես։ Որ լացես, ես գալու եմ ու ես էլ լաց լինեմ։ Պապան ու մաման մեզ ուժ են տալիս, ու մենք պետք է դիմանանք։ Խոստանում եմ չեմ լացի։ Ես լավ կպարեմ։ Հիմա լսի ինչ եմ ասում։ Գևորգի տեղը գտել եմ հիվանդանոցում։ Ու մի հատ բան կա, որ քեզ եմ վստահելու։ Ուսով եմ ուսախապ չես անել։ Ինչ կա որ։ Պիտի գնաս հիվանդանոց։ Ու նենց անես, որ այդ տղու հարցերը շուտ լուծվի։ Պարզը։ Այդ արդեն ինձ է պետք։ Բայց ինչ է պետք անել, որ հիվանդանոցում է։ Ու վտանգավոր չի։ Վախենում ես։ Չէ, հարց ջան,
ոնց ասես, տենց է կանենք։ Չգիտեմ ֆելո, բայց մի տեսակ դուրս չես գալիս։ Երեխեք ջան, արագացրեք, պիտի գնանք։ Քեզ լավ կնայես։ Հա, քորիկի մասին մի մտածի։ Լավ, դե մենք գնանք, որպես անգամ էլի թողնենք ամքո մոտ։ Հենց հիմա դուրս արին տնից։ Գիտեմ, որ կզանգես ոստիկանություն։ Մի վարքյան անգամ չեմ վարանի։ Եթե հենց հիմա դուրս չգաս կզանգեմ։ Համար հիշում ես, չէ։ Դու զանգի, ես այդ ընթացքում կհասցնեմ մի հատ Գևորի մոտ մտնեմ դուրս գամ։ Ինչի մասին ես խոսելու Գևորգի հետ։ Էլին քեզ դիր մի ամիտի տեղ։ Չեմ հասկանում ինչ ես խոսում։ Ձեր ընտանեկան գաղտնիքի։ Ինչ գաղտնիք։ Են որ չեր ուզում, որ ինչ-որ մեկի իմանա ու ամաչում իր դրանից։ Չեմ հասկանում ինչի մասին ես խոսում։ Մերս քո ընտանեկան գաղտնիքի մարդոտ պատճառով անիմաստեղ ինքնասպանել։ Ես քեզ արդեն 1000 անգամ բացատրել եմ, որ ես դրա հետ ոչ մի կապ չունեմ։ Դու ամբողջ շենքով մեզ խայտարակ արեցիր, որ մերս մարդուց սիրացնա։ Բայց այդպես չէր, չէ։ Մերս այդ ժամանակ ոչ մի կողից, ոչ մի հարաբերություն չի ունեցել ամուսնուդ հետ։ Վերջ դուր։ Ես գնացի։ Լավ կլինի, որ տղուտ պատմես։ Թե չէ ես ինքս կպատմեմ։ Չէ։ Լավ կլինի դու պատմես։ Բայ միջալուց։ Սուրճը շատ համով էր։ Ամեն ինչ արել եմ, որ ընտանիքիս անունը անպիծմենը։ Անգամ եթե պետք է եղել, անցնել շատ բաների վրայով, դա էլ եմ արել։ Ու հիմա այդ տղան ոչ կորցնելու բան ունի, ոչ էլ վախ։ Նա իր կյանքը անցկացրել է ջաղերի ետևում ու հաստատ այնտեղ գնալով նրան չես վախեցնի։ Ես պետք է ուրիշ ելք գտնեմ։
ու հեռու պահեմ Գևորգին ես ամեն ինչից։ Չէ, ճշմարտությունը այս դեպքում ոչ մեկին չի օգնի։ Ուր գնա, ուր չի գնա, ինտերնետ սողնիզեն է նշում, ինք շում է ծենի վրա, գնում է ընկնում մի հարսանք։ Արման, ինքը մեր պապան է, ու եկել է, որ մեզ հետ ապրի։ Դու շատ փոքր էիր, որ ինքը գնաց աշխատելու։ Հիմա հետ է եկել, որ մեզ հետ ապրի։ Ես վախենում եմ, ինքը իմ պապան չի։ Ուղղակի դու իրան չես հիշում, բայց ինքը քեզ շատ է գրկել, մեզ շատ է քնացրել։ Թող ես քեզ մի հատ ներկեմ։ Արման, հիշում ես, ես քեզ շատ էի պատմել իր մասին։ Հիշում ես, որ մենք երկուսով իր գրած նամակներն էինք կարդում ու երազում էինք, որ ինքը հետ գա տուն։ Գոնե մի քիչ առար կարոտը տան։ Ավելի կարոտոցի։ Ես խոսեցի Կարենի հետ։ Եթե պետք լինի, Արմանին էլի կբերեն Երևան։ Ձիաննա, ես քեզանից շատ շնորհակալ եմ։ Գնար ես, որ այն օրը քո հետ կոպիտ խոսացի։ Ես չեմ նեղացել։ Իսկ շնորհակալությունը Գևին կասես։ Գևորգը հիմա ո՞նց է։ Լավ է, ոչինչ։ Ան, արի սենց մի բան անենք։ Ինչ։ Ուզում ես Գևին տեսնել։ Հա, շատ։ Արի մի 5 րոպեով մտնենք հիվանդանոց, հետո ես քեզ կտանեմ մանկատուն։ Հա, այդ շատ լավ միտք է։ Քնած Ինչ եկել եմ քնած։ ամբողջ գիշեր չի քնել, թող քնի։ Ինչին շուտ չէր զանգում։ Կարմեր ինչ աներ։ Առավոտից գործի էի ես։ Գիտես որ տանն եմ քնած։ Էլ ինչ որ բան է եղել։ Բայց մի տեսակ ես։ Նորմալ է։ Հիմա մենակ մտածում եմ մանային տուն տանելու մասին։
Մնացած էլ կարևոր չի։ Կյանքում երբ է ինչ նորմալ եղել, որ հիմա լինի։ Ոնց ես։ Լավ եմ, դու ոնց ես։ Ոտքդ էլ չի ցավում։ Չէ, չի ցավում։ Ես քեզ շատ էի կարոտել։ Ես էլ քեզ էի շատ կարոտել։ Ոնց որ դու ու Արևիկը մեր բրկիչները լինեք։ Եթե դուք չեք լինում, ամեն ինչ խառնվում է իրար։ Դու ինձ էլ պատմի, ոնց էր հանդիպեցիր Արմանի հետ։ Խոսացեք, բայց չմոռանանք ժամանակի մասին։ Չեմ ուզում ուշանանք ու խոսակցություն լինի։ Եթե պետք լինի, ես կզանգեմ մանկատուն կասեմ, որ իմ հետ է։ Ես ձեզանից շատ շնորհակալ եմ։ Ձեր շնորհիվ ես կարողացա տեսնել Արմանին։ Երբ որ պետք լինի, Կարենը կարա դեր հանդիպում կազմակերպի։ Պետք լինի կարա քաղաքելվեի։ Արմանը ձևանում է իբր մեծ է, բայց ես գիտեմ, որ ինքը շատ անհավատ։ Խոսք եմ տալիս ինձ տեղը դուրս եկա կզբաղվեմ այդ հարցերով։ Ես Արմանին խաբել եմ, ասել եմ մաման շատ հեռու տեղ է գնացել, բայց չգիտեմ հետո ինչ եմ ասելու։ Ավելի լավ ասեմ, որ մաման մեզ թողել գնացել է, քան… Հա, ես գիտեմ, որ պետք է ուժեղ լինեմ։ Ճիշտ է, ես լացում եմ, բայց լացում եմ, որ կարողանամ հանգստանալ։ Գևորգ, դու տեսել ես Արևին։ Իրա հետ ամեն ինչ կարգին է։ Չեմ տեսել։ Ես իրա հետ հեռախոսով խոսել եմ, բայց կուզենայի տեսնել։ Եկեք դու գնացեք արդեն, Ջանան ճիշտ է ասում։ Հիմա չչարաշայինք, որ դե երբ ուզենան կարող ենք քեզ անենք այդ դրած։ Դա ինձ ճիշտ կլինի։ Մամ, ոնց ես։ Լավ է։ Ահա, հիմա մնացած դերերները կընդունենք, ամեն ինչ շատ լավ կլինի։ Եթե գործ ունես, դուր ես կանեմ։ Լավ, ձեզ ձեր աղջիկա հետ թողնենք, երևի ավելի լավ կզգաք ձեզ։ Ապրես։ Առողջություն։ Կուզես բարձր տողեմ նստի։ Չէ։ Ուզում եմ պարկեմ։ Բարկած ավելի հանգիստ ես։ Օգնում եմ Արև ջան այդ վարժություններից։ Վախենում եմ էլ ոտքի չկանգնեմ։ Այդ այնց բաներ մի ասա։ Քո բուժումը հիմա քո ներշնչանքից է կախված, ոնց որ քեզ տրամադրես, տենց էլ կլինի։ Դու գիտես, քո խնդիրը նյարդային է, մամ։ Քեզ հիմա մենակ լավ էմոցիաներ, դրական բաներ են պետք, ոչ թե սենց մտքեր։ Ջան, վախենում եմ ամբողջ կյանքում Բերլինեմ ուսերիդ ու սենց կես մարդ դարձած մնա։ Լավ էլ եմ, մամա։ Դու ոնց կարող է ինձ համար Բերլին ես։ Ուզում եմ տուն գնամ, էլ չեմ դիմանում ուստեղ։ Ուզում ես, կգնանք։ Բժիշկն ասաց, որ դու շատ արագ ես կազդուրվում, մի քանի օրից կգնանք տուն։ Հույս ես տալիս, չէ։ Հույս չեմ տալիս, ասում եմ ինչ բժիշկն ասաց։ Արի դեղերը տել խմի։
Մի քիչ էլ Ուզում եմ, որ այս շենքի տեղը լավ հիշես։ Գիտես, մի քանի տարի առաջ ուզում էի գայի բարձանել վերև օգնություն խնդրեի, բայց վախենում էի։ Այսինքն Անշ, դու ինչ կապ ունես այս ընտանիքի հետ։ Քեզ ինչ են արել։ Մորս կյանքն եմ խլել, իմ կյանքն եմ փչացրել։ Ու իրանք ուզում են, որ այդ ամեն ինչը շուտ մոռանային, ես էլ ուզում շուտ մոռանալ, բայց հետ եկա, որ ես այդ ամեն ինչ իրենց հիշացնեմ, մինչև կյանքի վերջ։ Անշ, մեկը չեմ հասկանում, ինչ ես ասում։ Ժամանակը կգա, կհասկանաս։ Հիմա ուզում եմ, որ այս շենքի տեղը լավ հիշես։ Կհիշեմ։ Ֆելո, ես ազատության մեջ երկար չեմ մնալու։ Ուզում եմ, որ բերդ նստելուց առաջ հոգիս հանգիստ նստեմ։ Մորս վրեժը լուծած լինեմ։ Գևորգի քեզ տեսել, Դու Արմանին հանդիպեցիր։ Հա, հանդիպել եմ։ Հետո ոնց էր։ Մի քիչ տխուր էր։ Ճիշտ է ինձ ասաց, որ չի լացել, բայց աչքերից երևում էր, որ տաց է։ Դու մի անհանգստացի։ Ես սոց աշխատողի հետ կխոսեմ, ու ամեն ինչ կանեմ, որ Արմանին քո մոտ բերեմ, մինչև Աննա, ես չեմ կարող դες երկար սպասել։ Մենք պիտի գնանք, եւ հետո մեզ սպասում են։ լավ բանես դու գնա, մենք հետո կխոսենք։ Ոչ մի բանից չվախենաս, անկախ ինչից ես քո հետ եմ, հա։ Ինչի չթողեցիր խոսեի Արևի հետ։ Ուշանում ենք։ Ատում ես Արևին։ Արագացրու Արինգի առաջ։ Դիանա, Արևը շատ լավն է։ Իրա հետ տենց մի վարվի։ Դու չպիտի ասես, ես ում հետ ոնց վարվեմ։ Ինչի ես քեզ տենց պահում։ Ընդարձակվեցիր։ Քո մեջ երկու մարդ է ապրում, Դիանա։ Ինչի չես ուզում լավը հաղթի։ Դու էիր պակաս ինձ խրատեիր։ Ես Անցի առաջ, թե չէ ոտքով ես մանգատուն հասնելու։ Առաջ անցի, թե առաջարկս դուրդ եկավ։ Դե գնալ։ Կզանգեմ։ Ես քեզ կզանգեմ։ Հələ կարևոր գործեր առջևում եմ։ Լավ։ Կարող է մի դե գնանք հաց ուտենք։ Չէ էլի,
Սաղ գիշեր դսերն եմ եղել։ Գնամ մի ժամ աչք կպցնեմ։ Լավ։ Գնացի դե։ Մանկատանը չասես որտեղ եք եղել։ Ու առավել ևս չասես որ Արևիկին ես հանդիպել, թե չէ ընդհանրապես քեզ չեն թողնի դուրս գաս։ Բայց Արևը ոչ մի մեղք չունի։ Ես կխոսեմ տնօրենի հետ, կխնդրեմ, որ թողնի Արևը գա մեզ մոտ։ Նման բան չանես։ Ինչի։ Ավելի մի բարդացրու ձեր վիճակը։ Բայց Արևը մեզ ուզում է օգնի։ Երևի ես եմ, հա, մեղավոր։ Ես եմ երևի ձեզ տարել թողել տանը հիվանդ մորս մոտ ու դուրս եկել։ Բայց Արևը ոչ մի մեղք չուներ, իրան ձերբակալել են, ոչ մի բան չէր կարա աներ։ Թող ձեզ չտաներ իր ատուն։ Բայց ինքը ուզում էր մեզ օգնել։ Այդ օգնություն չի։ Ինքը ավելի է վնասել ձեզ դրանով։ Դրա համար էլ հիմա եղբայրդ հետդ չի։ Այդ իրա պատճառով չի, որ հիմա ես Արմանի հետ չեմ։ Վերջ Էրիկ Արևի անունը տաս։ Ինչի վանդանոցից դուրս ենք եկել Արև, էլ չտաս դրա անունը։ Բայց ինձ էլ չի հետաքրքրում ինչ արել Արևիկը։ Մոռացի իր մասին, երբ իմ հետ ես, ու առհասարակ մոռացի իր մասին, եթե չես ուզում խնդիրներ ունենաս։ Ու հիմա քեզ Արևը չի օգնում, ես եմ օգնում։ Ինքը եթե կարողանար կօգներ մեզ։ Բայց չի կարող։ Այնպես որ մոռանում ես Արևիկի մասին։ Եթե աղբորդ ուզում ես տեսնել, մոռանում ես ընդհանրապես իր գոյության մասին։ Հասկացանք իրար։ Ես իզուր քեզանից օգնություն խնդրեցի։ Ես պետք է հասկանայի, որ դու հենց այնպես ոչ մի բան չես անի։ Այս կյանքում ոչ մի բան հենց այնպես չի լինում։ Եթե ուզում ես եղբորդ տեսնել, մոռանում ես Արևիկի մասին։ Վերջի ես եմ քո հարազատը։ Անկախ ամենից մեզ իրար հետ կապող մի բան կա, չէ՞։ Չլսեցի պատասխանդ։ Հա։ Ես քեզ կօգնեմ։ Ես ամեն ինչ կանեմ, որ Արմանը քո մոտ վերադառնա։ Ու Գևն էլ քեզ կօգնի։ Միայն ես ու Գևը։ Արևիկ չկա։ Արևիկ գոյություն չունի, հասկացար։